Վարդան Օսկանյան Բարի երեկո սիրելի հայրենակիցներ Մենք բոլորս և հարկագի վրա զանգնացները և դուք այսօր այստեղ ինքնանպատակ չենք եկել Ես կասեի եկել ենք նույնիսկ բարդացրված և ստիպված եկել ենք որովհետև այլևս այլընտրանք չունենք Այդ ստիպողականությունը և բարդացրվածությունը գալիս է այսօրվա հրամայականից Երկիրը ձայներ վիճակի մեջ է Եթե այսպես թողենք շարունակվի Եկեք արձանագրենք որ մենք անդառնալիորեն վտանգելու ենք երկրի ֆիզիկական, տնտեսական անվտանգությունը և ինքնիշխանությունը։ Բայց ամենածանրը այն է, որ իշխանությունները անտեսում և արհամարհում են այսօրվա այս ծանր վիճակը։ Նրանք ցավեցնում են, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ նրանք հասարակապես պատրաստ չեն որևէ բան փոխել իրենց քաղաքականության և գործելավոճի մեջ։ Ավելին, նրանք դեռ սահմանադրական այս ավանտուրայի միջոցով ուզում են երկարաձգել իրենց քաղաքական մենաշնորհը։ Այս իշխանության հետ ամեն ինչ փորձվել է։ Անպես չէ, որ մենք քապրիզներ ենք անում, ասում ենք գնացեք, ամեն ինչ փորձվել է, վերջինը ընդդիմության 12 պահանջներն էին, ամբողջությամբ իրականանալի և ժողովրդի շահերից փխով, բայց ոչինչ չստացվեց։ Այս իշխանությունները ոչ միայն պատրաստ չեն որևէ բան անելու, այլ նաև ի վիճակի չեն Որովհետև այս տարիների ընթացքում նրանց վարած տնտեսական, անհատական, հատվածական, մենաշնորհային և ապաշնոր քադրային քաղաքականության արդյունքում ձևավորվել է մի այնպիսի համակարգ, որ այդ համակարգի ներսում նույնիսկ եթե լինեն ազնիվ մարդիկ, որ ուզենան ինչ-որ բան փոխեն, չեն կարող փոխել։ Եվ իրոք այս համակարգում ինչ-որ մի օղակում որտեղ կան հնարավորությունները և լծակները բան փոխելու, հենց այդ օղակում այդ մարդիկ առաջինն են, որ դիմադրում են այդ փոփոխություններին, հարվածում են իրենց անձնական շահերին։ Այսօր այս համակարգը ջարդել և կանթել հնարավոր է միայն մի ճանապարհով, իշխանափոխությամբ։ Իսկապես մեր երկիրը կանգնած է այնպիսի ներքին և արտաքին մարտահրավերների առաջ, որ միայն ժողովրդի անմնացորդ և անվերաբահ վստահության և ազատ ու արդար ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունն ու իշխանությունը միայն կկարողանա դիմագրավել այդ մարտահրավերները։ Իրոք այսօր Հայաստանում կան բոլոր նախադրյալները, այսօրվա հրամայականը, հասարակական պահանջը, այլ կերպ ասած իշխանափոխությունը իրականացնելու համար։ Մի կողմից կա իշխանություն իր անհաջողություններով, ցախողություններով, մյուս կողմից կա ընդդիմություն իր նվիրվածությամբ, իր միասնականությամբ և հստակ քայլերով։ Մի կողմից կա իշխանություն իր հետին նպատակներով վերարտադրվելու, իր նեղ քաղաքական անձնական շահերով, մյուս կողմից կա ընդդիմություն, որը հետապնդում է ժողովրդի շահերը, որի գործունեությունը բաց ու թափանցիկ է։ Մի կողմից կա իշխանություն, որը ունի ժողովրդի հակակրանքն ու անվստահությունը, մյուս կողմից կա ընդդիմություն, որը ունի ժողովրդի վստահությունը և համակրանքը։
Իսկապես Հայաստանում երբեք այսպիսի քաղաքական իրավիճակ չի ստեղծվել։ Գա հասարակական պահանջ իշխանափոխության, դրա վառ վկայություններից մեկը ահավասիկ երկրորդ այս բազմամարդ հավաքն է։ Երկրորդ պայմանը այս հարթակի վրա կանգնած ոչ իշխանական, խորհրդարանական, քաղաքական ուժերի մեծամասնության լիդերների, նրանց անդամների ներկայությունն է, որոնք կարողացել են իրենց քաղաքական շահերը, իրենց տարակարծությունները մի կողմ դնել եւ միասնական բռունցք կազմել ընդհանուր շահերի համար։ Երրորդ նախապայմանը, որ այսօր այս ընդդիմությունը վայրում է ժողովրդի վստահությունը, այս ընդդիմությունը պաշտոններ չի հետապնդում, այս ընդդիմությունը իշխանափոխություն հասկանում է միայն ու միայն ազատ արդարացությունների միջոցով, որի հիմնական որոշողը պետք է լինի ժողովուրդը։ Մենք սկսել ենք մի գործընթաց, սա միայն սկիզբն է։ Դուք կլսեք կուսակցության լիդերների ելույթները։ Ես գիտեմ, որ բարոն Զարուկյանը ներկայացնելու է ճանապարհային քարտեզ, ասելու է, թե մենք ինչ ենք պահանջում։ Ես կարող եմ այստեղ ասել հետևյալը, որ այդ պահանջները չիրականանալու դեպքում այս զանգվածները գտնաբատկվելու են։ Մենք դիմելու ենք բոլոր հնարավոր սահմանադրական մեթոդներին, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին։ Դա իր մեջ ներառում է բնականաբար հավաքները, եթե պետք է նստացույցերը ինչու չէ, այդ բոլորը մեր զինանոցում կան, բայց այդ բոլորը մենք անելու ենք խաղաղ ճանապարհով սահմանադրության եւ օրենքի շրջանակներում։ Ես համոզված եմ, տեսնելով ձեզ, նայելով ձեր աչքերին, դատելով ձեր հայացքից, որ ախտանակը մերն է լինելու, որովհետև դա ձեր պահանջն է, այսօրվա գրավականն է, եւ մենք միջոց ենք հանդիսանալու այդ նպատակի եւ երազի իրականացմանը։